Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես ու իմ որդին Գևորգը, որը շուտով կլինի 13 տարեկան, որոշել ենք մի շարք սկսել մոտավորապես հետևյալ թեմատիկայով աշխարհը պատանիների աչքերով եւ խոսելու ենք շատ տարբեր թեմաների մասին, նույնիսկ չգիտենք էլ հաջորդ անգամ ինչի մասին ենք խոսելու ու փորձելու ենք այս շարքը, այդ ոդկասթների շարքը հետաքրքրաշարժ դարձնել մեր Հայաստանի ծնողների եւ դեռահասների համար ու այսօր ինչի մասին ենք որոշել խոսել, Գևորգ? Գադջետների։ Իսկ ավելի որ մի օրինակ բերեմ, օրինակ հեռախոսների։ Այս թեման շատ ակտուալ է հիմա, գիտեք բոլորդ, որ մեր երեխաները հաճախ ամբողջ օրը սարքերի մեջ են եւ ոչ թե ինչ որ այլ բաներով են զբաղվում, ինչ որ հաճախ մենք զբաղվում ենք, մի քիչ կպատմես Գևորգ ջան, ինչի է օրինակ ինչ ես դու ամբողջ օրը հեռախոսի մեջ։ Մեզ երեխաներին հետաքրքիր է այն, որ գտնում է հեռախոսի մեջ։ Այն որ դուք անում եք ձեր մեր հիմայվա տարիքում, բայց ձեր ժամանակ։ Ինչ ենք անում, սա որ դրսում խաղում ենք։ Հա, դրսում խաղում եք տարբեր խաղեր։ Բայց դուք ինչի՞ եք խաղում դրսում, կամ քիչ եք խաղում։ Որովհետև հիմայվա երեխաներին ավելի շատ հետաքրքրասիրում նոր գադջետներ, քանի որ նրանք կարող են խաղալ տարբեր ձևերի խաղեր, իրանց տանը նստած։ Ոնց։ Օրինակ դրսում, օրինակ գործնագործ կարաք խաղաք դուք հեռախոսով։ Այո, շատ ուզես կարող ես։ Ոնց։ Տարբեր ծրագրերի շնորհիվ։ Գործնագործ, այն որ սոս գնդակով վերցնում խփում ես։ Հա։ Դա բայց կեղծ է ալնում։ Իսկական չի։ Դե թե այդպիսի դեպքում դու կարող ես խաղալ դուրսը, բայց այնպես չի, որ ձեր ժամանակ չկային այդպիսի գադջետներ, իրանք ուղղակի այդքան զարգացված չէին։ Հա, բայց որ զարգացած են նշանակում է պետք է բան անենք, ընդհանրապես այդ ֆիզիկական ոչ մի բանով չզբաղվենք։ Ոչ։ Բան։ Հիմա ոնց անենք, լավ որ դու գնաս դուսը գործնագործ խաղաս 1-1։ Պետքա խառնել այդ երկու զբաղմունքը իրար հետ։ Օրինակ։ Օրինակ կեսը on-line լինել, կեսը իրական կյանքում խաղերով զբաղվել։ Բայց ոնց անենք, դու սաղ օրը ուզում ես, որ ասում եմ դու նշանակում է նաև ուրիշ երեխաներ էլ ուզում են ամբողջ օրը մտնեն այս հեռախոսների Nintendo-ի, PlayStation-ի, ինչ որ խաղեր, մաղեր, ինչ խաղեր էիք խաղում։ Ինչ խաղեր, Minecraft, Brawl Stars, հələ ասա, էլ ինչ կար։ Տարբեր։ Հələ ասա անունն ասեմ այդ բոլորը հիմա ես չգիտեմ։ Ինչ որ ես եմ խաղում։ Հələ ասա ինչ ես։ Տարբեր խաղեր եմ խաղում։ Ասա անունն ասա։ Minecraft, Fortnite, Brawl Stars, Roblox։ Այդ Roblox-ը սաղ ինչ որ ասում են վտանգավոր խաղ է, այդ ի՞նչ է вообще։ Սուտա։ Հա, սա սուտա։ Ինչ եք անում այդ Roblox-ով։ Roblox-ը հենց ամենամեծ պլատֆորման է խաղերի, ինքը Գինեսի ռեկորդն է պահպանում, որ ամենաշատ միաժամանակ խաղացող մարդկանցով։ Իսկ դու գիտես, որ մենք հիմա մտածում ենք, որ այդ բաները մինչև, չգիտեմ, որ տարիք արգել ենք այդ բոլորը։ Քանի որ շարունակեմ, Roblox-ը քանի որ մեջ ներառում է տարբեր խաղերի տեսակներ։ Օրինակ Roblox-ը մի հատ խաղ է, որի մեջ դու կարաս համ խաղաս գրակոցի նույն ձևի, օրինակ, ոնց ասեմ, ստրատեգիա կա Roblox-ի մեջ։ Հա, կա։ Բայց լավ, օքեյ, հիմա նորից, ասենք այդ բոլոր տեսակի տարբեր բաները հասկացա, տենց այնի ամբողջ օրը կխաղաք։ Հիմա ես ինչ եմ անում, բռնում եմ քո ժամանակն եմ սահմանափակում, բայց դու տենց անընդհատ ինչ որ բաներ ես գտնում, ճանապարհներ ես գտնում։ Հիմա դրա համար օրինակ մտածում ենք, որ ընդհանրապես այդ բանը մինչև ինչ որ տարիք երեխաներին արգել ենք մտնեն, դա լավ գաղափար է։ Չէ։ Ինչի՞։ Օրինակ ծնողներն ասում են, որ դա լավ գաղափար է։ Երեխեքն ասում են, որ լավ գաղափար չէ։ Ցանցերը, TikTok, Facebook, տարբեր տեսակետներից նայելուց։ YouTube, շորթեր ես դու նայում լիքը։ Քանի տարեկան։ Չգիտեմ, դու ասա։ Ասենք մինչև 16 տարեկան արգել են երեխա։ Տարբեր տեսակետներից, օրինակ իմ տարիքի երեխաները ինձնից մինչև 16 տարեկանները կամ ինձնից ավելի մեծերը թե փոքրերը։ Ինձնից համ փոքրերը, համ մեծերը, իրանց համար դա իրանց կողմից դա վատ է, քանի որ իրանք կլինեն սահմանափակված, ես չեն կարողանա անեն, ինչ որ իրանք ուզում են անեն։ Բայց օրինակ գիրք կարողանան կարդան այդ ընթացքում։ Բայց երեխաները չեն ուզում գիրք կարդան։ Ոնց չեն ուզում։ Բա ոնց պետք է իրանք գիտելիքներ ստանան, նաև տենց ընդհանուր զարգանան։ Օրինակ այն գիտելիք ստանան։ Ոնց։ Օրինակ ոնց կարաս դու օրինակ չեմ պատմության մասին կամ այդ գեղարվեստական գիր ոնց պետք է կարդաս դու on-line։ Կկարդաս։ Հա։
Բայց Չեմ կարդա։ Բա ոնց է այդ բացը ոնց է լրացնելու։ Կստամ ինֆորմացիա որ ձև բացի կարդալուց։ Ոնց էլ ասեմ այդ տեսնեմ ինչպես։ Տարբեր ձևեր կան։ Օրինակ։ Թվարկեմ վիդեո նայել 1։ Հա, ինչ-որ պատմության մասին Կարդալ, վիդեո։ հա, օրինակ պատմության մասին վիդեո նայել։ Կարդալ ինչ որ on-line հոդված, գիտական հոդված, բայց որը ավելի կարճ է ներկայացնում այդ բաները։ Որ այսքան հաստ գիրք չկարդաս, տենց ոնց Հա, կոնսպեկտ։ կարևոր մասը կարդաս։ Օրինակ իմ կարծի, ես չեմ սիրում գեղարվեստական գրքերը, քան որ չեմ սիրում ասեմ գրքերը, որովհետև գրքերի մեջ շատ է իմ կարծիքով անիմաստ նկարագրությունները։ Ոնց բայց դա հարստացնում է, չէ՞, մարդու կրուգազորը, այդ մտահորիզոնը։ Օրինակ ինչ չի հետաքրում, որ օրինակ գրքի մեջ, մի նախտեսության մեջ կարող ամեն բառ իր ածական ունենա։ Հա, տենց շատ ածական։ Շատ անիմաստ նկարագրություններ է թվարկվում։ Ես սիրում եմ 4 փաստեր առանց նկարագրությունների բաների։ Հա, դու fact checking-ի սիրահար ես, հա, տենց փաստեր, բայց գրքերը նաև տենց ընդհանուր ոնց որ մտածողությունն են, էլի զարգացնում, մենակ փաստերով ոչի։ Բա ոնց զարգացնեք մտածողությունը երեխաներ, եթե գիրք չկարդան։ Հələ հիմա երկու բան ասցի, մեկը գիրք կարդալն է, ու դասերից բացի, էլի դե դասերն է պետք է արվի։ Մեկը դրսում խաղալը, կամ ուրիշ զբաղվում, ֆիզիկական ակտիվություն, հեծանիվ քշել, ֆուտբոլ խաղալ, չգիտեմ, այդպես բաներ։ Ոնց անենք, որ այս բալանսը ճիշտ պահվի, որտեղ որ երեխաներին ենք թողնում, ինչ ուզում անում են։ Նախարարին հիմա ցույց է տալի, որ կան երեխաներ, օրինակ նույն նշեն ֆուտբոլ, քան որ դա կամ ամենահայտնիներից մեկն է որպես խաղ երեխաների մոտ, ու շատ երեխաներ լինում որ հոգնում են ուղղակի հեռախոս խաղալուց ու դուրս են գալիս ֆուտբոլ խաղալ։ Ելնում է, տենց թե հոգնում են գնում քնելու։ Չէ։ Բայց դու օրինակ ես քո մասով օրինակ դες խնդիրներ եմ տեսնում, չբացահայտենք բոլոր գաղտնիքները մեր բոլոր հեռուստադիտողների համար, բայց մեկ ամբողջ օրը կռիվ ենք անում քո հեռուստադիտողը լա շորթեր ես նայում ինչ որ YouTube-ի անիմաստ, որ իմաստարից է լա կասեի այսինքն երկար ինչ որ պատմական վիդեո մեկ-մեկ նայում ես համաձայն մեկ չէ։ Հաճախ նայում ես, հետո գալիս ես պատմում ես, ես զարմանում եմ թե որտեղ ես գիտես, բայց այդ շորթերը տենց խի շորթերներ են պատմական լինում։ Ինչ Օրինակ դու գիտեր որ 12-րդ համաշխարհային ժամանակվա Հունգարիայի թագավորը Միքլոշ Խորտին ադմիրալ էր, որը եթե չգիտեք, մեր հարգելի հեռուստադիտողներ, ծովական կոչում է։ Հա, ադմիրալը ծովական է, բայց Հունգարիան ծով չուներ։ Բայց Հունգարիան ծով չուներ։ Դա նրանից, որ առաջին համաշխարհային ժամանակ Ավստրո-Հունգարիայի ժամանակ Ավստրո-Հունգարիա ինքը եղել է Միքլոշ Խորտին, որը հետոյվա Հունգարիայի թագավորը եղել է Ավստրիայի նավերի տարբեր նավեր բայց հետո երբ որ ինքը դարձել է արդեն պետության ղեկավար ինքը որոշել է դա պահի որպես պատերազմի հերոս բայց կներես էլ դա մի շորթի ժամանակ դու սովորել ես թե դա երկար վիդեո չէ մի շորթի ժամանակ եմ սովորել բայց որ ընթացքում ոնց է այմանը որ մենակ նորմալ շորթեր բերի ոչ թե անկապ շորթեր չկա ոնց անես չկա այսինքն լիքը անկապ աղբա չէ գալի հա ոնց անենք որ այդ աղբը չգա չգիտեմ Դրա համար պետքա ընդհանրապես առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ասում է որ պետքա սահմանափակել այդ screen time-ը դրա համար էս iPhone-ների ու մյուս հեռախոսները նաև screen time-ի սահմանափակում կա, չէ՞։ Հա, կա։ Բայց ոչ բոլոր ծնողներն են դնում։ Ով էլ որ դնում է կրակն անգնում որովհետև գալիս եք սկսում եք աղաչել, պաղատել որ բացենք, չէ՞։ Այո։ Այդ թվում դու, չէ։ Այդ թվում ես։ Բա ոնց անենք որ տես չլինի։ Չգիտեմ։ Լուծումը ո՞րն է, բացատրից։ Աշկերն էլ է դրանով գիտես չէ բան լնում փչանում մարդկանց Իմ կարծիքով դա կարելի է սահմանափակել նրանով որ բայց պետք է չէ սահմանափակել Հա պետք է պետք չի թողել ամբողջությամբ երեխաների հայեցողությանը որտեվ երեխաները տենց տարվում են այդ Եթե դու վստահում ես քո երեխային կան տենց երեխաների տեսակներ շատ քչերը Հա հիմա դու որոնցից ես Չէ շատերից եմ Այսինքն քեզ պետք չի վստահ։ Ինչ պետք է Անկեղծությունը գնահատում եմ հեռախոսը դուր ինձ հեռախոսը։ Իմն էլ դնեմ հետևը, հա։ Ինձ պետք է վստահել։ Դե չեք վստահ, դրա վրա կռիվ եք անում սաղորը։ Բայց լավ, այս շարքը որ սեն շարունակենք, օրինակ հիմա կարանք այս մեկը շատ երկար չանենք, ասես կարճ լինի, որ եթե տենակ մարդկանց հետաքրքրում են, որ շարունակենք մարդկանց համել հարցնենք, ասենք ուզում եք, որ ես ու Գևորգը խոսանք, ու մեկ էլ խնդրենք անուններ տան, տենց հետաքրքիր են, որ կանեն, ինչ որ ես իմիշ քաստ, հա, չէ՞։
դրանք մեզ ինչ cast կտան, օրինակ դες մի հատ օպցիա կա Գևորգի անունը Ջորջը, ասենք Ջորջ cast-ը։ Համաձայն չեմ դրա հետ։ Կամ օրինակ լավ, օքեյ, օրինակ կա թինեյջերները, որ թինեյջեր Չէ, ես դրա cast այդ տարբերակների հետ համաձայն չէ, այդ տարբերակների հետ համաձայն չէ, մի շարունակի։ Դիտողները կամ ռադիո լսողները, մեր դիտողները թող մեզ առաջարկեն, չէ՞։ Բայց մենք որոշել ենք տենց մեր փորձառությունները տարբեր թեմաներով կիսվել ու մենք լիքը տենց շփվելու առիթներ ունենք, չէ՞, իրար հետ։ Հատկապես այս տարիքի տենց հայր ու որդի շատ կարան շփվեն։ Ինչ ունես այդ ավելացնելու այսօրվա համար, որ սենց նու էսի բան չեղավ, ոդքասթ չեղավ, որտեղ կարճ եղավ, ոդքասթները երկար անում, բայց ինչ ունես ասելու հələ ասա օրինակ մարդկանց այս թեմայով, էլի, այս գադջետների։ Չէ, իմ կարծիքը մի արցեք, եթե իմ կարծիքը ասնեք, երեխեքին պետքա թողել, որ իրենք որոշեն իրենց գադջետը, բայց իմացեք իմ կարծիքը էս բանում սխալ է։ Այսինքն դու ընդունում ես, որ սխալ է։ Չէ, ես ընդունում եմ, որ սխալ է, բայց դա արդեն գործի կեսն է, Գևորգ։ Դու կարող ես գիտես որ ինչու՞ է սխալ ես անում, բայց դու մեկը անում ես։ Հա, բայց որ դու գիտակցում ես որ սխալ ես, դա նշանակում է դու շանս ունես ուղղվելու։ Ունես, բայց փաշ որ կուղվես, այդ էլ կա։ Հա, բայց ամեն դեպքում բան է, կա այդ շանսը ուղղվելու։ Ճիշտ է։ Հա։ Ուրեմն не всё потеряно։ Դեռ ամեն ինչ կորած չի։ Ճիշտ է։ Այո։ Իսկ օրինակ լավ հիմա մեկ քեզնից դուրս գան, քո շրջապատի երեխեքն են սաղոր այդ վիճակում, թե երեխեք կան, որ ավելի օրինակ երեխա կա, որ սմարթֆոն չունի։ Չէ, չկա։ Իսկ օրինակ ձեզ այդ սմարթֆոնը вообще ուրիշ բանի համար պետք է, օգտակար բանի համար։ Օրինակ մի հատ օգտակար բան ասա, նշեմ օգտագործում պետք է, օրինակ իսկական, բայց գործի համար, դասերի համար, ինչ եք անում դրանով։ Մեյլերով չեք կարա։ Մեյլ եմ կարող, ճիշտն ասեմ, մի անգամ ինչ եմ արել, չժղայնան ասեմ։ Մի անգամ դպրոցում պետքա մի քանի հետաքրքիր փաստ ներկայացնել լուսանների մասին։ Մոռացել եմ մի հատ հետաքրքիր փաստ գտնել կուլտուրայի մասին, հենց դպրոցում իմ հեռախոսով կուլտուրա որն է։ Որ ինչ-պետություններ կուլտուրաներում հանդիպում։ Լուսանը կարող է ինչ-պետություն կուլտուրայում հանդիպում է որպես օրինակ Հայաստանի մշակույթի մեջ հանդիպում են նույն արծիվ օրինակ։ Հա, օքեյ, հասկացա, հա, վերջը։ Վերջը նայեցի եւ իմացա տեղում նայեցի։ Հեռախոսով։ Հա, այսքան բան է սարը խափել ես։ Չեմ խափել։ Իրավունք ունեի նայելու։ Հա։ Հա, հետո։ Նայեցի եւ իմացա, որ լուսանը հանդիպում է որպես անհայտության նշան։ Ինչ որ հարցական բանի նշան, որ չգիտեն դրա մասին շատ բան։ Հյուսիսային Սկանդինավյան, Եվրոպայի պետության կուլտուրան համմշակույթներում։ Հա, որ լուսանը ինչ որ բան չիմանալու նշան է։ Հա։ Հա, օքեյ, հասկացա։ Հա, բայց դա դպրոցի դեպ կարելի է հեռախոս տանել։ Հա։ Հա։ Որ դասարանից։ Չես կա բացես։ Հա, պրոստը կարաս այդ մոտը ունենաս։ Հա։ Դու որ դասարան ես տեղափոխվում։ 8-րդ։ Դասը դա ֆիքսեցինք մեկ նորանում։ Հա, իսկ բան ունեք դաս տալ, երեխեքով գրուպ չաթեր, բաներ, ինչ եք խոսում այդտեղ։ Յուրացումներ ենք հարցնում։ Հա։ Իսկ բանը, իսկ այդ գրուպ չաթերում հայերեն եք գոնե գրում հայերեն տարերով թե տրանսլետ եք գրում, դա ամենավատ բանն է, որ կարելի է անել։ Բոլոր երեխաները Հայաստան տրանսլետ են գրում։ Ինչի։ Որովհետև ասեմ, նու նախարարին շատ մեծերն կան, որ տրանսլետ են գրում։ Շատ վատ է, ես խորախոսում եմ, որ հայերեն գրեմ։ Ես օրինակ չեմ գրում տրանսլետ, ես գրում եմ, դաժե չեմ պատասխանում։ Իմ կարծիքով ամենաամոթալին տրանսլիտը չի, այլենա որ ռուսատառ են գրում։ Ինչ տարբերություն անգլերեն տարելով թե կիրիլիցայով, հայերեն բառերը։ Նկատի ունեմ, չէ, թող խոսամ։ Նկատի ունեմ, որ լատինատար գոնե կարելի էր օգտագործել հին ժամանակում, երբ դեռ շատ հեռախոսների վրա չկար հայերեն լեզուն որպես այդպեսի, դա մեր շատ մարդիկ լատինատառ էին գրում։ Բայց ինչու դու ռուս գրողները մեծամասամբ Ռուսաստանից եկողներ են կամ շատ ռուսամետ, ռուսախոս մարդիկ են։ Հա։ Իսկ լատինատառ գրողներ երեխաները կամ տեսնեմ, որ իրենց ծնողները, որոնք կան շատ ծնողներ, որոնք դեռ չեն անցել, գիտեն, որ կա հայատառ, բայց դեռ լատինատառ են գրում, որտեղ իրենց մեջ դա մնացել է։ Բայց հիմա կներես, ինչ տարբերություն, օրինակ լատինատառ հայերենը, որ էլի հայերեն չի, եւ ռուսերեն տառերով հայերենը, որ էլի հայերեն չի։ Ոչ մի տարբեր, ես ասում, ինչ ես ասում, որ ռուսատառը, որտեղ լատինատառը կարելի էր ընդունված լինել, բայց
Հա, շուտվանից։ Հա, այսինքն որտեվ հեռախոսների վրա որտեվ այն վաղ չկար մեծանացություններ լատինատառ էին գրում։ Բայց հիմա քանի որ հայերենը կա, չէ, շարունակեմ։ Հա։ Բայց կան շատ ծնողներ, որոնք այդ պահել են ու երեխաները արդեն մյուս բակելին են ծնվելով, տեսնում են որ իմ ծնողը օրինակ պատկասենք մի հատ թիվ ասեմ, փաստ չի, օրինակ 20%-ը պատկասենք լատինատառ, կարող է ավելի շատ, կարող է ավելի քիչ։ Ու այդ 20%-ի երեխաները տեսնեն, որ այն ծնողները գրում ասեն, բախի մենք էլ չգրենք լատինատառ։ Ու տենց հետո էդի արդեն էֆեկտով որ բա իմ ընկեր լատինատառ գրում, խես լատինատառ չգրեմ, այսինքն ոչ թե հակառակն է եղել, իմ ընկերն է հայատառ գրում, ինչ ես հայատառ չգրեմ, այլ եղել է հակառակը։ Իմ ընկեր լատինատառ գրում, ինչ ես լատինատառ չգրեմ։ Հիմա ես հայերեն եմ գրում, ես լատինատառ չեմ գրում, դու ինչ ես լատինատառ գրում, դու մենակ իմ հետ ես ոնց հասկանում հայերեն շփվում, որովհետև մենք նույնիսկ քո տատիկ պապիկը, որոնք որ տարիքով մեծ են, չէ, իրենք հայերեն են գրում։ Հետևաբար իրենք կարում են գրել, ու դուք է պիտի հայերեն գրեք։ Ես պարզապես խելագարվում եմ այդ գաղափարից, որ դուք բան եք գրում, տրանսլիտ եք գրում։ Լավ, իսկ ուրիշ ինչ եք անում հեռախոսներով։ Գեջետներով, ցանցային խաղեր, մաղեր, բանտես բաներ եք անում։ Հա, բայց լինում է։ Ընկերներդ օրինակ զբաղմունք չունես։ Իսկ ուրիշ ինչ այլ application-ներ ունես քո հեռախոսի վրա բացի այդ խաղերից ու messenger-ներից։ Messenger-ներից ունեմ նաև որ շատ եմ օգտագործում, օրինակ նույն ժամի ծրագիրը, որ հետևում եմ իմ կյանքի փաստերի մասին, թե օրինակ ինչքան է իմ պուլսը ինչքան է։ Մեկը մեզ լսում են, հա։ Հա։ Այս ժամացույցի ծրագիրը նկատի ունես, հա դե որտեվ դու այդ առումով մի հատ էլ բան ունես, գadget ունես, որը Garmin սպորտային ժամացույցն է, մենք մի օր դրա մասին առանձին ինձ թվում է կնկարենք, խրախուսենք, որ թարապը սպորտով զբաղվեն, հատկապես դեռահասները, չէ։ Շատ եմ նաև օգտագործում, օրինակ նույն նշեմ, որ շատ յուրացում է անելուց կալկուլատոր եմ շատ օգտագործում հեռախոսի, էդի օգտակար բաներ էլ կա, համաձայն եմ։ Շատ օգտագործողներից նշեմ կալենդարը, որով կարող եմ նայեմ օրինակ այսօր ինչ ունեմ անելու։ Հա, Գևորգը ու մենք ընդհանրապես օգտագործում ենք օրացույցը, գրում ենք, երբ ինչ ունենք զբաղվելու, որ բան լինի, հետո հեշտ լինի մեզ պլանավորել օրը։ Ուսո։ Բանկ, տենց։ Չէ։ Հա, տես application-ներ չունես։ Կարճ ասած սաղ օրը խաղում ես ու ռիլաքս։ Չէ։ Իսկ դու բաներ ունես, հələ մի րոպե, սոցիալական մեդիայի հաշիվներ ունես, Facebook, Instagram, TikTok։ Instagram account ունեմ, բայց չունեմ Instagram։ Չէ, չես բացում, այսինքն։ Չեք թողում։ Ահա, վայ։ Դե տարիքով է, չէ՞, դու 13-ից չի դրանք։ Հա։ Դե Գևորգը 13 կլնելու է, ելնում է 2 շաբաթից։ Հա, Նարեն 12-ից է։ Հա, չեմ ասում լավ։ Նշեմ, որ իմ կարծիքով անարդար է, ես կասեմ։ Իմ կարծիքով անարդար է, որ նույն իմ մեծ քույրիկը ավելի շուտ ունեցել նույն TikTok-ը, Instagram-ը, տարբեր սոցիալական ցանցեր, քան ես, որը ինձ չեն թողում ունենալ։ Քանի որ իմ կարծիքով իմ ծնողները տեսել են ծնողները տեսել են հետևանքները այդ ծրագրերը երեխայի մոտ շուտ հայտնվելուց։ Որտեղ ժամանակը շատ է ծախսվում, չէ՞, դες բաների վրա։ Չգիտեմ։ Ուշադրությունն է շեղվում մարդու, բայց դու ասում ես, որ դու հասկանում ես, որ դե հասկանում եմ, բայց կարող է մարդ կա, որ հեռախոսում ես ասեմ օգտագործում օրինակ 80% խաղալու համար, բայց այդ բոլորը ունի։ Հա։ Այդ հետաքրքրություններից է։ Կարճ ասած բան է, դիլեմա է, երկընտրանք է, չգիտենք ոնց անենք էլի, как быть, հա։ Быть или не быть? Вот в чем вопрос. Հիմա быть или не быть? Չգիտեմ։ Քո կարծիքով պետք է բալանսը գտնենք, էլի, չէ՞։ Դե օքեյ, արդեն համարյա մի 20 րոպե նկարվում ենք, իսկ թվում է այս անգամվա համար հերիք է, եթե լավ ստացվեց, էլի կանենք, եթե չստացվեց, տենց չենք անի, չէ՞, Գևորգ։ Դու ամեն դեպքում պատրաստ ես իմ այդ sense խոսակցություններ ունենալ։ Ուլիքը թեմաներ կա, ես գիտեմ, տենց տիեզերքից կխոսանք, չէ՞, կենթանիներից կխոսանք, պատմությունից, մի օր կարող է նույնիսկ ինչ-որ քաղաքականությունից, մի օր կարող է ֆիզիկայից, քիմիայից, արհեստական բանականությունից օգտվում ես։ Հա, այդ արհեստական բանականությունը, ասեմ, որ լուսանը դրա բանն է։ Հա, վերջը AI-ի, հաստորեն օգտակար բաներ ամեն դեպքում հեռախոսներից իմանում ենք։
Հենց որ լավ եղեք, ժողովուրդ ջան, այս մեր առաջի փորձն էր, խնդրում եմ շատ ստրոգի ոնց է հայերեն։ Խիստ չդատեք։ Շատ խիստ չդատեք, տես Գևորգը բառերը ճիշտ է գտնում։ Մեզ այս մեր փորձի համար, հա, գտնում կհանդիպենք, երբ հանդիպենք։ Բան ունես ասելու։ Չէ։ Ստեսություն չես ուզում ասես։ Ստեսություն։ Ստեսություն։